Տիկին Տեր Անտոնյան ինչ համաձայնության եկաք։ Նայեք, ուրեմն սրանից 2 տարի առաջ էր պարոն Ղարամանյանը, երբ որ մենք ստեղ Հրազդանի սպանդով կրակած շանը բերել դրել ենք այս աստիճաններին, մեզ պարոն Ղարամանյանը ինձ ու Հրանտ Դավոյանին, այդ ժամանակ Հրանտ Դավոյանն էլ էր ստեղ, ինքը բերեց Հրազդանի շանը, համոզացրեց, որ անպայման հետևողական կլինեն, որ այդ բոլոր դեպքերը կբացահայտվեն, բայց լավին լավ, վատին վատ ասեմ, որ առ այսօր ոչ մի բան էլ չի բացահայտվել, փափուկ բարձր ընդամենը, իսկ մենք հույս ունենք, որ այսօրվանից հետո կբացահայտվի նաև ձեր շնորհիվ, նախ շնորհակալություն ձեզ բոլորիդ, որ այսօր հարգել եկել եք, անչափ բոլորիցդ շնորհակալ եմ, մեզ հիմա նայեք Աննա Մանուկյանի հետ համոզացրեցին, չգիտենք, ճիշտն ասած, չգիտենք հավատանք թե չէ, որ վաղը եւ այդ նախաձեռնվելու է բոլոր միջոցները, նախ առաջինը նորոգում ՍՊ-ին, հետադել ՍՊ-ին, կոմնի ՍՊ-ին պատասխանատվության ենթարկելու բոլոր միջոցները պարզելու ապրիլ ամսին ինչի է գործը կարճվել, ինչի ես չեմ ծանուցվել դրա վերաբերյալ, ինչն է եղել կարճման հիմքը, պատճառը, համոզացրեցին, որ մնացած բոլոր քրեական գործերով, դա Էջմիածնի սպանդն է, որ հայր ու տղա կացնահարել էին շանը, դա Իսակովի կրակած դեպքն է, որ շներին 3 կրակել էին և կոծկվեց այդ գործը, մի գիշերվա ընթացքում այդ շան դիակը այրվեց, Դավթաշենի բոլորդ երևի տեսել եք այդ տեսանյութը, ոնց են 5-րդ հարգից են շանը գցում, մենք գիտենք, որ գցողը ոստիկանն է, տեղը ապրում, առ այսօր գիտենք գործը գնում է առաջ, հետո իմացանք, որ գործը կարճվել է և մնացած բոլոր գործերով մեզ խոստացան, որ մի րոպե շուտ արդեն իրանք զբաղվելու են։ Եթե ես ասեմ ձեզ, որ ես տենց շատ հավատացի, ցավոք սրտի ոչ, ես չհավատացի, բայց հույսով եմ այս տեսանյութերը նայելու է նաև մեր երկրի վարչապետը, ես ուզում եմ իրան դիմեմ, ընկեր վարչապետ, ես չգիտեմ, դուք ձեր կնոջ հետ կրթում եք մարդկանց, խոսում եք տարբեր հետաքրքիր թեմաներից, ես նայել եմ բեմի վրա, ոնց եք ելույթ ունենում, ոնց եք ասում մարդը ինչ ձևի պիտի լինի, մարդը առաջի հերթին պիտի լինի մարդ, մարդը առաջի հերթին իր երեխաներին պիտի դաստիարակի, որ շունը դա կենդանի էյակ է, կենդանին ընդհանրապես, ու այդ երեխան պիտի փոքրուց սովորի, որ չի կարելի կենդանուն խփել, կենդանուն սպանել, կենդանուն խեղդել, կենդանուն կացնահարել, չի կարելի կենդանուն սպանդի վրա աշխատել փող, ես չգիտեմ դուք տեղյակ եք թե չէ, ձեր բոլոր համայնքներում կոռուպցիա է ընկեր Նիկոլ Փաշինյան, այն տենդերները, որոնցով հայտարարվում է շների ստեղծում, կաստրացում, դա կոռուպցիա է, դա փողերի լվացման կենտրոն է, իմ երեք չառաջորդվա ջաջուրի գոմանոցը վկա, խնդրում եմ նայեք այդ տեսանյութը ջաջուրի գոմանոցի և նայեք ձեր գումարները, մեր հարկերը, որոնք մենք մուծում ենք պետությանը, ուր են գնում, գնում են ընկեր կումնիների, նորոգումների, ջանդամների գրպանը, դա ձեզ հաճելի է և վերջում պարոն Փաշինյան, շատ խնդրում եմ ինձ պատասխանեք, թեկուզ ֆեյսբուքյան գրառումով, թեկուզ գրավոր, չալոն ուրա, ես այնքան ուզում եմ իմանամ չալոն ուրա, ես կասկածներ ունեմ, որ չալոյի գլուխնել են կերել, խնդրում եմ, ինձ կպատասխանեք չալոն ուրա, շնորհակալություն բոլորից հետ։ Ասում եք խոստացան, որ լուծումներ կտրվեն, այսպես չի մնա, այսինքն իրավապահ մարմիններին անհրաժեշտ էր ընդամենը ձեզ այդ հանդիպում, որ իրենք ընթացք տային գործերին, ստացվում է։ Ես չեմ կարող ասեմ, բայց ես ոնց հասկանում եմ, սա մենակ շների վերաբերյալ չի, ես ոնց հասկանում եմ, այս երկրում ինչ որ մի բանի հասնելու համար ցավոք սրտի դու պետք է այսինքն ինչ որ ակցիաներ անես, հանրայնացնես, բարձրաձայնես, օրենքը չի աշխատում։ Բացարձակ օրենք չկա, Գյումրու դատախազություն, Գյումրու քննչական, 2 տարի առաջ ես ձեզ տվել եմ փաստերով, հաղորդում, հանցագործության վերաբերյալ, որ կումնի ՍՊ-ն լափելով, քաղաքապետի հետ համատեղ, պետական բյուջեն, ստանալով ամեն շան համար գումարներ, իսկ դա հազարավոր շներ են, կատարում է շնասպանդություն, այսինքն շանը բռնում է, նրա փոխարեն ինչ պայմանագրով նախատեսված է, տեղավորի կլինիկա,
վարձի պատշաճ բժիշկներ, պատշաճ նարկոզի բժիշկներ, կատաղության պրիվիվկաներ։ Հիմա եթե վաղը մի հատ երեխու շուն կծի, այդ երեխան կատաղությունից մահանա, ամբողջ համացանցը թնդալու է, չէ, ասելու են տեսեք, շունը կծեց, կատաղությունից մեռավ։ Գիտեք ինչի մեռավ, որովհետև մեր կառավարությունը վերևից թքած ունի, թե իր համայնքի ղեկավարը փողերը այդ շների լափում է, կոմնի ՍՊ-ի է, թե չի լափում։ Այ դրա համար մեռավ այդ երեխան։ Ոչ թե դրա մեղավորը շունն է։ Շունը դրա մեղավորը չի։ Շունը ընդհանրապես մեղք չունի, որ ինքը շունը կատաղությունն է հիվանդանում կամ կռիսներից, որը վխտում է 4 կողմը, աղվեսներից, ոզնուց, ինքը մեղավոր չի, որ ինքը այդ երեխուն կծել է, այդ երեխան կատաղությունից մահացել է։ Մեղավորը դուք եք, հարգելի ղեկավարություն, դուք։ Ինչ լեզվով ձեզ բացատրենք։ Դուք եք այդ երեխու մահվան մեջ։ Այդ երեխու ծնողը ես ցավակցում եմ այդ երեխու ծնողներին։ Ի սրտանց դա մեծ ցավ է։ Բայց ես լինեի ծնողի տեղը, ես դատի կտայի Հայաստանի Հանրապետությունը Եվրոդատարանում, որովհետև այդ շունը, որը կատաղությամբ հիվանդ է եղել եւ կծել է իր երեխային, դրա պատասխանատուն ՀՀ կառավարությունն է, որովհետև աչք կա փակել։ Այդ շանը պիտի տանեին, պատշաճ ստերջացնեին, պատշաճ կաստրացնեին, եթե որցա, պատվաստեին կատաղության դեմ, ճիճվաթափ անեին, լուաթափ անեին, որ ինքը ընդհանրապես վտանգ չունենար հանրության համար, շրջապատի համար, մարդկանց համար։ Դա չի արվել։ Եվ ես ծնողներին կոչ եմ անում։ Ես ձեզ կօգնեմ։ Եկեք ՀՀ կառավարության վրա կազմենք դիմում, խորտակցենք իրավաբանների հետ եւ գնանք մինչեւ Եվրոդատարան, որովհետեւ շունը տեղ ոչ մի մեղք չունի։ Խնդրում եմ բոլորից հետ պատկան մարմիններ, հերիքա լվացվի այդ փողերը։ Կանգնում եք ասում եք կոռուպցիա չկա, ազգային ժողովում չգիտեմ ինչ ելույթներ եք ունենում։ 307 հոդված կա կենթանիների հանդեպ դաժան վերաբերմունքի ժողովուրդ։ Այդ դաժան վերաբերմունքի մեջ, այդ փդած հոդվածի մեջ կետ չկա անգամ, որ եթե շանը զենքով կրակում ես, դա դաժան վերաբերմունք է։ Այսօր մեզ ապացուցում են քննչական մարմիններում, որ գրած է մաշկել, խեղդել, չգիտեմ ինչ, չկա կրակել։ Դրա համար, եթե շունը սպանված է փամփուշտով, դա դաժան վերաբերմունք չի, քրեական գործ չի հարուցվում։